Մենք մեզ ոչ մեկից չեն գերադասում, բայց մենք էլ գիտենք մենք ով ենք եւ ուզում ենք որ չմոռանանք նախ եւ առաջ մենք ով ենք եւ Վենսը, Պողոսը, Պետրոսը որ գան մեր երկիր իմանան որ այս երկրի դժբախտությունն է որ իրան դիմավորել Նիկոլը կամ ձերքասեղմելու Վահագն Խաչատուրյանը դրանք հայերը չեն դա չի իսկական հայը ոչ Փաշինյանն է այդ հայը ոչ էլ Խաչատուրյանն է այդ հայը ոչ էլ մնացած Միրզոյանը եւ այլն դրանք չեն Հայաստանը դրանք չեն հայ ժողովուրդը հայ ժողովուրդը այս մարդիկ են որոնք նստած են բանտերում հայ ժողովուրդը այն մարդիկ են որ նստած են Երևանի բանտերում հայ ժողովուրդը այս երիտասարդներն են որոնք այսօր իրենց նեղություն են տվել այս խոնացուրդ եղանակին եկել են ասելու Վենս ամեն ինչ չի որը տենց լավ է տենց հեշտ է եւ տենց կարող եք անտեսելով անցնել առաջ չէ Պարոն Աշոտյան ոստիկանական այս պատի հետևից իշխանությունների տարբեր այսպես գովեստների հետևից կերևա եւ լսելի կլինի պայքարողների ձայնը Ես վստահ եմ ԱՄՆ դեսպանատունը մանրակրկիտ մոնիտորինգ անելու դա մի աղբյուր ես վստահ եմ որ մեզ հաջողվելու է մինչեւ այստեղ Պաուզա է, էլի, տրասա չի, որ ֆսալ են ասնեն, դարպասա բացվելու, մտնելու են, իջնելու են, իրար ձեռք սեղմեն եւ եթե հիմա չեն փոխում պրոտոկոլը չգիտեմ, բայո, վստահ եմ, դեռ հաստատ տեսնելու են, իսկ ով են այդ մարդիկ, իսկ ում նկարներն էին, ինչ էին ուզում եւ այդ մարդիկ, ով որ գալու է այդ շքեղ մեքենաների մեջ ամերիկյան կողմից, վստահ եմ, որ իմանալու են, թեպետ առանց այս ակցիայել գիտեն ինչը, բայց չգիտեն մի բան, որ մենք չենք մոռացել Հիմա դուք համոզված եք, որ իշխանությունը գերիների հարցը չի բարձրացնում Վենսին։ Տեսեք, ես համոզված եմ, որ եթե մենք ունենայինք 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո այլ իշխանություն, ապա այդ իշխանությունը վաղուց բոլոր ռազմագերիների հարցը լուծել է։ Ես վստահ եմ, եթե մենք ունենայինք նորմալ իշխանություն, Արցախի հայաթափումը տեղի չէր ունենա։ Ես վստահ եմ, եթե մենք ունենայինք նոր այդ ժամանակ նոր իշխանություն, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չէր դավաճանվի Ստեփանակերտում եւ չէր ընկնի ադրբեջանցիներին գերի։ Ես լիքը բաներում վստահ եմ, որ եթե Նիկոլը չլիներ լինել ուրիշ իրական հայ, ոչ թե ազգական պասպորտով հայ, մեզ ներկայացնող ղեկավար, մենք չէինք ունենա 1000 ու մի արհավիր, որ ունենք ցավոք սրտի այս վերջի 5.5-6 տարիներին։ Ախր պարոն Աշոտյան, բա ինչի՞ չունեցանք այդպիսի իշխանություն։ Ինձ եք ասում, ես առնվազն այդ 2 տարին նստել եմ, կարամ ասեմ, բա խի չունեցանք այդ իշխանություն, տղեկ։ Եվ այսօր լիքը մարդ նստած է։ Բացարձակ դրա մասին չեմ ուզում հիմա դրա մասին խոսել օրակարգ չենք փոխում մենք այստեղ ենք ասելու ազատություն բոլոր քաղբանտարկյալներին ազատություն Բաքվի բանտերում նստած մեր հայրենակիցներին ձեռքերը հեռու պահեք հայ առաքելական եկեղեցուց հայը 5 քրիստոնյա ազգի եւ չի մոռացել ինքովա իշխանության ընդդիմության Որթե հիմա սկսենք խոսել օրակարգ կփոխեմ, լրահոս կփոխեմ։ Չեմ ուզում այսօր այդ օրը չի, այսօր այդ առիթը չի, դրա մասին կարող ենք խոսել վաղը, մյուսօրը եւ առանց առիթի։ Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի մարդիկ տեսնեն, որ մենք ունենք արժանապատվություն։ Եվ այդ արժանապատվությունը չենք պատրաստվում փոխել ոչ ներդրումային խոստումներով, ոչ բազմաթիվ այլ կարկանդակներով, որ Նիկոլը փորձում է վաճառել հայ ժողովրդին որպես հույս։ Հայ ժողովուրդը ունի հույս եւ այդ հույսը իր մեջ է։ Դա ոչ Նիկոլն է տարածում, ոչ էլ Վենսի այցերով է լինում։ Պարզապես Վենսի այցը հնարավորությունը աշխարհում շատ բարձր մակարդակով եւս մեկ անգամ ֆիքսել։ Մեր երկիրը այն վիճակում չէ, որով Նիկոլը փորձում այն ներկայացնել։ Մենք քնած ազգ չենք եւ սա տեղեկատվական բլոկադա է։ Ես տղերքի ծառայության մասով չեմ ասում։ Ես ասում եմ այն փաստով, որ հիմա անվտանգությունից այն կողմ ցենզուրա է։ Սա անվտանգություն չի, սա ցենզուրա է։ Բայց ցենզուրա էս է դարը չի, որտեղ հնարավոր լինի մարդ լռեցնել կամ ինֆորմացիա բլոկել։ Շնորհակալ եմ։ Ուզում ենք տեղեկացնել Միացյալ Նահանգների փոխնախագահային ստեղծված իրավիճակի մասին, բայց առնվազն գերիների մասին Թրամփը գիտի եւ այդ մասին փորձել էր խոսել եւ Նիկոլ Փաշինյանը կանխել էր։ Ես գիտեմ այդ պատմությունները շատ լավ հիշում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից մեկի ընթացքում այդ հարցը հնարավոր է եղել խոսել, որ Թրամփը հիշատակել է քրիստոնյա Ինչ է հնարավոր փոխել, շատ պարզ բան, եթե մի անգամից հարցը չի լուծվում, կլուծվի երկրորդ, երրորդ, 10-րդ անգամից։ Ամենայն դեպս մոռանալ մեր հայ ժողովուրդը իրավունք չունի մոռանալ իր զավակներին կամ թողնի գեոպոլիտիկ տրաֆիկինգի հույսին, ինչ որ մենք տեսել ենք Էրդողանի կնոջ տարիներ առաջ Շուշիում արած, այսպես ասած, խորհրդով, որ մաս-մաս կթողես։ Այսինքն մեր տղերքը, մեր կյանքը իրենց հայրենիքին նվիրած մարդիկ դարձել են այսօր ափաշկերա գեոպոլիտիկ
տրաֆիկինգից, վերջի անգամ մարդ էին ծախում ու առնում, իմ հիշելով, միջնադարում, մեկ էլ 19-րդ դարում նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երբ որ Աֆրիկայից մարդաուժ էին բերում, վաճառում առնում։ 21-րդ դարում բոլորի աչքի դիմաց ուղիղ եթերում առնել, տալ ու առնել մարդկանց ճակատագրեր, համարում եմ անբարո եւ վստահ եմ, որ այսօրվա նույն ԱՄՆ վարչակազմի պարագայում հնարավոր է արժեքահեն, առնվազն Վենսի պարագայում արժեքահեն ուղերձներ հղել, այդ թվում քրիստոնյաների նկատմամբ ճնշումների բռնաճ։ Հայաստանը դարձել է այն երկիրը, որտեղ քրիստոնյա լինելը ամենավտանգավոր բաներից մեկն է։ Ամենավտանգավոր։ Տրամպը Նիգերիան էր ուզում ռմբակոծել, որոնց քրիստոնյաներին ճնշում են, ըստեղ են ճնշում։ Հա, հələ չեն սպանում, հա, հələ չեն խաչում։ Բայց այս տեմպերով արդյոք մենք իրավունք ունենք, այսպես ասած, մտածելու, որ կարար է ավելի վատ անել։ Հայ առաքելական եկեղեցին անձեռնմխելի է։ Անձեռնմխելի է ցանկացած ոչ միայն հայի, իրական քրիստոնյայի համար։ Եվ այս ուղերձ հայը թող այսօր էլ հնչի այստեղից, ինչ կան էլ այսպես ասած ծառերի տակ ծվարած, բայց մեկը դա մեր ասելիքն է, դա մեր ցավն է եւ դա այն է, ինչ որ մենք ուզում ենք աշխարհը մեր մասին իմանա։ Շնորհակալ